Ասի տեսեք, մեր գերհզոր անկոտրելի Նիկոլ Փաշինյանը վերջապես իրական փաստաթուղթ հրապարակեց, հաստատելով են խոսույթը, որով ինքը ամեն անգամ պատե ասում է նախկինները հանձնել են Արցախը։ Անջատվում է ամեն ձև, երևի ինտերնետս լավը չի, բայց այդ փաստաթուղթը և այդ փաստաթղթի մասին այն ասեկոսները, որ պտտվում է Facebook-ում, ես իրավաբան չեմ, բայց ունի այդ թուղթը իրավական կողմ, չէ՞։ Իհարկե այո։ Ես մի ուզում եմ հարցնեմ նույն խոռոփածին Նիկոլ Փաշինյանին, որը իր լրատվամիջոցներով հրապարակել է փաստաթուղթ։ 2018 թվին դու գալով իշխանության, հա, եկել ես իշխանության, բերել են քո նման բոզի տղուն իշխանության։ Քո առաջ դրել են բանակցային ողջ փաթեթը։ Ասել են, պարոն վարչապետ, ծանոթացեք, ինչա բանակցել Լևոնը, ինչա բանակցել Քոչարյան Ռոբերտը, ինչա բանակցել Սարգսյան Սերժը։ Դու այդ ամեն ինչի հետ ծանոթանալով որպես քաղաքական պոռնիկ, հելար հայտարարիր, ասիր ես թքած ունեմ այդ բանակցային ողջ գործընթացի վրա, եւ ես իմ հլկանեք սկորին բաց թողենք, ես իմ բանակցությունները սկսել եմ սկորուչի մենթա։ Ես իմ բանակցությունները սկսել եմ զելոյական կետից, ճիշտ է, քո բերանի բառերն է։ Բայց գալով այդ փաստաթղթին, որը դուք ասում եք, Նիկոլ Փաշինյան ազնվագույն վարչապետը, որը իմ հանդիսանում է Ցալքի շրջանի աղվամաս, կոնկրետ իմ համար ու հազարավոր հայերի համար։ Ես ունեմ ընդամենը մեկ հարց, ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուք եք ասեմ, չէ, Նիկոլը մեր վարչապետն է։ Դու 2018 թվին գալով իշխանության, կարդալով կոնկրետ այդ փաստաթուղթը, խիչ ես կալանավորը Ռոբերտ Քոչարյանին։ Չէ որ Ռոբերտ Քոչարյանը ձեր իսկ ասելով բոզիս բալեք պատրաստում էր Հայաստանի սուվերեն տարածքը փոխանակել Արցախի հետ չճանաչված հանրապետության։ Ճիշտ է։ Այսինքն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, ոնց որ հիմի անեմ ես դու բոզի ծակ։ Քոչարյանը ինչ որ փաստաթուղթեր քննարկի Ադրբեջանի հետ, Ռոբերտ Քոչարյանը, որ իբր պետք է մեղրին փոխանակել Արցախի հետ, ճիշտ է, որը կյանքի չի կոչվի այդ փաստաթուղթը։ Դու գալով իշխանության, խիչ ես ասել, պարոն Ռոբերտ Քոչարյան, երկրորդ նախագահ, հələ արի մի հատ քննչական կոմիտե, տենամ, էս ինչ էիր դու ստորագրեմ, խիչ ես ասել։ Հարց, հասարակ հարց։ Երկրորդ, այդ ամեն ինչը հաշվի առնելով, այդ ամեն ինչը դու իմանալով, որ հիմի հելել ես պուտանկի պես թուղթ ես հրապարակել։ Երբ 2021 թվին քո նման պոռնկածինը ասեց հրաժարական եմ տալի, թող ժողովուրդը որոշի։ Ընտրություն։ Երբ Ռոբերտ Քոչարյանն ասեց, ես էլ եմ մասնակցեմ ընտրության։ Խի դու չհելար չհրապարակիր այդ փաստաթուղթը եւ իլուր համայն հայության, այլ ոչ միայն հայաստանաբնակ, ասեիր, պարոն Ռոբերտ Քոչարյան, դու ոչ մի բարոյական իրավունք չունես մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Հարց, հասարակ հարց, խի չարիր, որտեվ քո նման պոռնիկի ձագին պետք էր ընտրության ընթացքում սև PR ապահովող հերոս, ճիշտ է, որից ժողովուրդը, որին չսիրելով, կգնար ձայն կտար քո նման պոռնիկի տղուն։ Հիմի արդեն էլ Քոչարյանի գործոնը պետք է քեզ միայն մի դեպքում, եւ դու արդեն չգիտես ինչից կախվես։ Մեկ կախվում ես Կաթողիկոսի խեռից, մեկ Արշակ Սրբազանի, մեկ մյուսի Պողոսի Պետրոսի։ Էլ Սրբազան ու Լրբազան հավքիր կողերդ։ Վեհը պիտի հեռանա։ Վեհապարը ծսնի նավարիտ Նիկոլ Փաշինյան, ասել եմ ու կասեմ։ Արշակ Սրբազանն էլ կողից նայի, ասի ես ինչ լավ է իրագործնանա մեր վեհապարը։ Հիմի հրապարակել ես փաստաթուղթ, բայց այդ փաստաթուղթը ունի ժամկետ։ Ես էլ կարամ որպես ֆիզիկական անձ լիքը փաստաթղթեր քննարկեմ, քննարկման շրջան որպես, բայց ես կարամ այդ փաստաթուղթը կյանքի չկոչեմ։ Այ երբ Քոչարյանը իր փաստաթուղթը կյանքի կկոչեր, հա?
ու դուք ելնեիր կասեիր, պարոն Քոչարյան, դու խախտել ես սահմանադրական կարգը ու կգալանավորեիր, դուք ունենայիր իրավական հիմք, բայց դուք պոռնկացին, անձամբ խախտելով սահմանադրական կարգը, առանց ժողովրդական հանրաքվե անցկացնելու Հայաստանի սուվերեն տարածքից զիջել ես Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, հարևան արհեստացին ստեղծված Ադրբեջանին, Համի հələ ասված Քոչյանը, այս ինչ թվին պետք է մեղրին փոխանակել Արցախի հետ։ Փոխանակել, հա? Չէ։ Մեղրին մերն է, իհարկե այո։ Արցախը ով է հանձնել Թուրքին։ Իհարկե դու, պոռնիկի տղա։ Հաստատղտավորված, էլ եմ ասում, Քոչյանը կարող է, որպես չգիտեմ, տարբերակ, հազար ու մի տարբերակ քննարկել Ադրբեջանի հետ։ Հաստացի իրականության մեջ Քոչարյանի կառավարման ընթացքում, իրանից հետո Սերժի կառավարման ընթացքում հայը որպես ազգ, որպես երկիր, ինչ ուներ։ Ուներ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող Մեղրի եւ ուներ հայկական Արցախ։ Չէ՞, այո։ Քոնոման պոռնիկի տղու կառավարման ընթացքում հայը ինչ ձեռք բերեց, որ Արսեն Թորոսյան պոռնիկից բալան էլ ասма, ապագան արժևում չէ, ապագան այսօր է։ Են խերրի դանգրադը հայ ունի կորցրած Արցախ և կորցրած Դադիվանք ու Գանձասար և ստորացված ինչ ազգային ինքնասիրություն անենց շրջանառության մեջ եք դրեմ Մեղրի փաստաթուղթը էլի եմ ասեմ այդքան արդար վարչապետ էիր պորջի բալա դատեիր Քոչարյանին խիչես դատեմ հե գալով իշխանության փաստաթղթերի հետ ծանոթանալով սաղմենթ են ճամփեքին ծանոթացել ես փաստաթղթի հետ քեզ ասել են պարոն Փաշինյան տես այս ինչ թվին Քոչյանը խոսքի 99 թվին Մեղրին ուզեցել է փոխանակի Արցախի հետ կանչեիր ասել մի րոպե պարոն Քոչարյան խնդրում եմ հələ մի հատ եկեք դու ինչ հիմունքներով ես ուզեցել Մեղրին փոխանակես բայց չէ քանի որ քեզ Քոչարյանը պետք էր որպես ով որպես հակահերոս որ դու 21 թվին լինելով Արցախ հանձնող բոզի տղա փիարվելով Քոչարյանի սև փիարի վրա լևանալով հայի ուղեղը անգիտակից մասի ուղեղը վերընտրվեց վարչապետ որը բացարձակապես աբսուրդ է հայոց պատմության հայկական պետականության ու պատմության ողջ ժամանակաշրջանի համար պարտված ղեկավար Աֆրիկայի ջուջուցեղերը չեն ընտրում բայց Հայաստանում այդ ընտրությունը կատարվավ որի հիմար ես ուղղակի ամոթ եմ ապրում այդքան բան հիմի մարդիկ ընտրին լավ արին վատ արին այդ իրաց խնդիրն է բայց ես ամաչում եմ որ ժողովուրդը գնաց քվե տվեց մի բոզի տղու ով մեր զոհերի քանակը հաշվում էր պլյուս մինուս 50 հոգով ոնց որ հավիճուտ էր հաշվում իսկ այն որ լրբազաններին հավաքել էիր կողդ ու խոսում էիր ասում էիր պետությունը ցիտում եմ քոնման պոռնիկի տղուն դա իրավական պետություն չէ իրավական կառույց չէ միայն այն ունի նաև հոգևոր արժեքներ դրա մասին ես հələ կխոսամ ու այն լրբազանները որ քո կողը նստել էին ու գլուխները կող մալի պես լսում էին մեկը չէր ասում պարոն վարչապետ պարոն Փաշինյան որ բարոյական եւ հոգեվոր արժեքների մասին ես խոսում երբ քո երեխաների մայրը Սյունիքում ասեց որ մենք ազգովի ունենք 11000 դավաճան դա է մեր բարոյական նորմերը հա որ բարոյական նորմերի կամ հոգեվոր արժեքների մասին էր քո խոսքը սրբազաններից մեկն էլ ասում դե մենք եկեղեցին իրավունք չունի ցիտատ է այսքան տեղը խառնվի քաղաքականության մեջ ունենք ընդդիմադիր դաշտ քանի ասել եմ ես էլ պետք է ասեմ ունենք ընդդիմադիր կուսակցություններ եթե Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը դատի տվեք նրան լսի պարոն եպիսկոպոս բերեմ քեզ մի հատ հասարակ օրինակ մենք որպես ազգ որպես էթնոս դարեր ի վեր չենք ունեցել պետականություն դարեր ի վեր մենք ասպատակվել ենք որպես երկիր, որպես պետություն քոչվոր ցեղերի կողմից արաբներ, պարսիկներ, թուրքեր, ջուջուցեղեր, եսիմ ինչ բոզի բալեք բայց մենք ոնց ենք հասել այսօրվան ում շնորհիվ չկորցնելով մեր ազգային դիմագիծը քանի որ մեզ այսօրվան բերել հասցրել է մեր եկեղեցին մեր եկեղեցու հոգևորականների միասնականությունն ու հայի ինքնությունը պահպանելու
Այն մեծ ձիրքն ու շնորհքը, որ եղել է մեր եկեղեցականների մեջ, այլ ոչ թե քո նմանների մեջ։ Որ հլնի ինուր աշխարհի լինելով բարձրաստիճան հոգևորական ասի, անդիմադիր կուսակցություններ կան, գնացեք դիմեք դատարան։ Դա բացարձակ սխալ է, ցիտում եմ քեզ, որ Նիկոլն է հանձնել Արցախը, բա ով է հանձնել։ Արցախ հանձնած թղթի վրա, երբ որ ճանաչեց Արցախ Ադրբեջանի մաս, ում ստորագրությունն է դրած, Գևորգ Սերբազան։ Քո, իմ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե Նիկոլ Փաշինյան։ Բա ոնց է լավ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը։ Հե՞։ Կամ դիցուկ 15 թվականը պատմություն հեռու մի գնա։ Եկեղեցին հանդիսանում է այն կառույցը, որ ամեն անգամ ինձ որպես հայի հիշեցնում է, որ քեզ թուրքը ցեղասպանել է, ու լավ անը որ հիշեցնում է, որ ես մնամ պահանջատեր։ Լավ անեմ հիշեցնում է, ճիշտ անեմ։ Դու լինելով բարձրաստիճան հոգևորական, ինձ համոզում ես, որ ես եթե չունեմ քաղաքական ընդդիմություն, ես չեմ կարա պահանջատերել եմ, ասեմ Արցախի հայկականա ու հայկական պիտի մնա։ Ոնց է տես բանելն է։ Չունեմ ախպեր ձերբակալելա, 15 թվին ոնց արե թուրքը։ Քաղաքական վերնախավին ձերբակալելա, չէ։ Գրիգոր Զոհրաբանը դե։ Տղամարդկանց էլի կալանավոր է գնդակը արելա, կանանց երեխաներին, ծերունիներին աքսորելա, դեր զորի անապատով, իբր թե տեղափոխումը, ճանապարհին կոտորելով բոլորին, գնդակը հարելով, խեղտամահ անելով, սար ու զորից գցելով։ Բա եթե քո բերած օրինակի համաձայն, Գևորգ Սրբազան, ես չունեմ քաղաքական ընդդիմություն, ես իրավունք չունեմ ասեմ, Նիկոլ Փաշինյան լավդ կունեմ ես։ Դու ով ես, որ Արցախը ճանաչես Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյան լավդ կունեմ ես։ Դու ով ես, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը 10 Ադրբեջանին ասես, դա դելիմիտացիա դեմարկացիա է։ Մարդ, հասարակ օրինակ, մարդ այդ իշխան բարձր պաշտոն է ունենում, այնքան ավելի բարձր է այդ մարդու պատասխանատվությունը։ Եթե այդ ամեն ինչ ասեր մեր հայ առաքելական եկեղեցու սարկավակ, հələ ուղղակի մտածի, որ ես քեզ չեմ վիրավորում։ Ասեր սարկավակ, որը չունի բավարար գիտելիքներ, չի ուսումնասիրել հայոց պատմությունը, հայոց ազգային դիմագծի այդ հետագիծը, որ մենք թողել ենք ամբողջ աշխարհի մշակույթի մեջ, կասեի ախպեր, լավ, հիմա այստեղ են քիչ գիտելիքներ ունի, իրա տեսակետն է արտահայտում, բայց լինելով սրբազան հայր, եպիսկոպոս, դու ինձ մեղադրում ես դրա մեջ, որ ես պահանջատեր եմ, հա? Որ ես ասում եմ, ես անձամբ տեսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրել է եւ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Նշանակում է դու նես ճիշտ ես, ես սխալ։ Նշանակում է դու սրբազան ես, դա իրավունք ունես ասելու, քո ասած կեղծիքը մատուցելու որպես պարզ ճշմարտություն, մատուցելու մեզ, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Իր կեղծիքները մատուցում է որպես ճշմարտություն։ Ես որպես աշխարհիկ մարդ, քիչ թե շատ կրթված մարդ, քիչ թե շատ իրավունք չունեմ ասելու, որ խափում եք ինձ։ Հա? Ոնց է տենց լնա։ Դուք ով եք, որ ինձ համոզեք, որ ես սխալ եմ մտածում։ Կա փաստաթղթավորված իրականություն։ Թղթի վրա, պարոն եպիսկոպոս, դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Արխիվային կադրերում, YouTube-ում, Facebook-ում կա մեր վեհապարի վիդեոներից մեկը, որտեղ վեհապարը Հռոմի պապին ցույց է տալի խաչքարերից մի կտոր, որոնք փրկվել են ոչնչացումից Նախիջևանի տարածքում։ Բա դրա մասին քիչ էիր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ, երբ հանդիպել էիր քո ասած պարոն վարչապետին։ Այն մի եպիսկոպոսն էլ կողոտնստած պրոշները այնքան էր լցե, ոնց որ բոտեքս լցած, չեմ ուզում քֆուր անեմ, առնանդամ հոշոտող ելներ։ Բառիս բոլոր իմաստներով։ Հələ մի հատ նայեք մեր պատմությունը, մեր հայոց պատմությունը, ոչ թե նորագույն Հայաստանի պատմությունը, այլ մեր հայոց պատմությունը։ Հատ նայեք էլի։ Այդ որ մի հոգևորականները պրոշները լցես սարքեք կապիկի վառ, հե՞։ Բա հանդիպել եք 10 լրբազանով, այն կճոյը, կճեպը, 10 լրբազաններից որ մեկն ասեց, պարոն վարչապետ, ես էլ հլնեի ասեի, ով սրբազաններին բան ասի, ամոթ իրան։ Պարոն վարչապետ, մեր պետական պարտքը հատել է 15 միլիարդ դոլարի սահմանը։ Եկեք ազգովի, եկեղեցին ձեր հետ միասնական ճակատով
Ոչ թե քանդենք քանդած թողենք ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, այլ վերանորոգենք։ Քարերը դնենք իրանց տեղը, բերենք տեսքի։ Դա մեր ազգային աղետի հուշահամալիրն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ մենք մեր գոնե վիշտը հարգող ազգ ենք, այլ ոչ թե անինքնասեր ցեղատեսակ։ Խիչ հասիկ։ Խիչ չեք ոչ մեկը դրանց բաներից խոսում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ձեր ներկայությամբ խոսում էր ինչից, հոգևոր արժեքներից, իրավական պետություն, դուք եք իրավական պետություն։ Դուք եք իմ ազգի, իմ պետության իրավական հոգևորականները։ Դες մի հատ հոգևորականն իմ տռուսիկի մեջ կա։ Հələ չեմ կոպտել։ Ես որ սկսա կոպտել, այդ սրբազաններով ձեր այդ վեղան փարաջաները կքաշեք ձեր գլխին, որպես Վալբրիսից ստացած փորիկով տռուսիկ։ Ու դուրս կգաք եկեղեցուց։ Արշակ սրբազան եք կլնգում, ինչի՞։ Խի։ Սխալ բաներ արե, որտեվ Արշակ Սրբազանը միակ բարձրաստիճան հոգևորականն էր, ով եկեղեցական արարողության ժամանակ հնչեցրեց արտահայտություն։ Նզովյալ պիտի լինի այն իշխանավորը, որը ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Սրբներիդ կպավ, հա։ Սրբներիդ նաև կպելա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտահայտությունը, որ ասում է թուրքին բդի բռնապարենք, ոռները խիամարմարամ, եթե դուք ձեզ ինքներդ թուրք չեք համարում, հային թշնամի, հա, պոռնիկներ։ Ախր դուք պոռնիկը չեք, դուք պոռնո, գեղարվեստական, վավերագրական բանի, կինո նկարի բան եք, են մոմ բռնողներից եք, դուք գաժը չեք էլ մասնակցան, այդ կինոյի մեջ, որ ես ասեմ այմարդ ջանդամ, այմարդ այս մարդու կյանքն է սենց դասավորվավ, ինքն որոշել է շինել շինվելով, դառնա հանրաճանաչ, են որ ասում են նիրրիբնի միասը, չի կարելի երկու տիրոջ ծառայել, դա գրված է գրքի մեջ, հա, ասես լավ գիտեք դուք այդքանը, դուք կամ ընտրում եք հայ եկեղեցու հոգևորականին հարիր վարվելակերպ, դրսևորում եք, ինքնադրսևորում եք որպես հայ հոգևորական, ով պահանջատեր է եւ հայոց ցեղասպանության համար, եւ հայ դատի համար, եւ հայոց, չգիտեմ, հայկական Արցախի համար, կամ դուք ուղղակի Նիկոլ Փաշինյան եք, այդքան բան։ Նիկոլ Փաշինյան ասելով ես նկատի ունեմ Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվող, հային ինքն իր արժանապատվությունը համոզող, որ մեզ արժանապատվություն պետք չի ազգային, կամ էդեք։ Համի հարց, ինձ որպես հայ, այդպես հոգևորական պետք է, չէ, որ իմ տղեն, իմ թոռը վաղը մտնելով նույն եկեղեցին, որտեղ լինելու եք դուք, պիտի ձեզից լսի ազգային գաղափարախոսություն, ոգեշնչող բառեր, պիտի իմ թոռը, իմ տղեն ունենա ազգային երազանք, որ Արարատ, բիբլիական Արարատ է, որտեղ նստել է Նոյան տապանը, դա հայկական լեռը, այլ ոչ թե ձեզնից հոգևորական կոչվող միաբջիջ առարկաներից կամ ամյոբաներից, լսի տարբերակ, որ Արցախը մենակ Նիկոլը չի հանձնե, եթե մենք ունենք ընդդիմադիր թևեր, թող գնան դատի տան Նիկոլին։ Լուրջ ես ասում, պարոն Սրբազան, հա, հարց տվիր պարոն վարչապետին, քո ձևակերպման պարոն վարչապետին, Պարոշյանը խիակալանքի տակ, քո ընկեր Պարոշյանը, մեր էլի սրբազաններից մեկը, հարց տվեցիք այդ 18 լրբազաններով Նիկոլ Փաշինյանին, պարոն վարչապետ, Միքայել Աջապահյանի, որ ասացի մեջ է հանցակազմ, պարունակում, խի, բախի չտվիք այդ հարցը, փորձեցիք պարոն ձեր ասած պարոն վարչապետի հետ խոսելով, իմ ասելով Գաղութի Բոզի հետ խոսելով, ասեիք, պարոն վարչապետ, եկեք ոչ թե էլ ավելի խորացրեք մեր ազգի մեջ սև ու սպիտակի բաժանարարը, այլ եկեք դարեք, չգիտեմ էլի, եկեք կոնսոլիդացիա, Լևոնն ասում այդ բառը, Նիկոլի պապան, եկեք կոնսոլիդացիա ձևավորեք, մենք էլ որպես հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ դառնանք կամուրջ կառավարության, ժողովրդի եւ եկեղեցու միջև, այդա կլիներ հարգանքի արժանի քայլ, ես դրա մասին նույնիսկ գրել եմ, ես ոչինչ չեմ ասի եպիսկոպոսներին, եթե նրանք փորձեն հաշտեցնել հայ կառավարությանը եւ մեր եկեղեցականներին,
Այսինքն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևորականներին, բայց չէ, դուք կրակի վրա բենզին լցնելով այնքան լեկտիությամբ եք ձեզ, sense լեկտիություն եք ձեզ թողում էլի, որ sense դուրս տակ, ասես եկեղեցին չի խառնվում ոչ մի բանի մեջ, մենք ունենք ընդդիմադիր թևեր, այս sense էլ խոսալով էլի, դե գնացեք դատի տվեք Նիկոլ Փաշինյան, դու Նիկոլ Փաշինյանից լավը կունեմ ես, հարգելի սրբազան, դե գնամ մյուս անգամ